Ողջույն բոլորին, այս վիդեոյով մենք սկսում ենք մեր ճանապարհորդությունը, մեր առաջին ճանապարհորդությունը Իտալիայում, որը նաև իր հետ ներառում է մեր հարսանիքը։ Ինչ եք զգում, դարավ ինտերվյու էլի։ Ես պետք է խոսայի։ Հա։ Խի։ Ես արժանացել որ պետք է սկզբի համար կիսվենք մեր տպավորությունները, ոչ թե տպավորություններով, այլ սպասելիքներով, անհանգստություններով, մեկը ես ահավոր Ես էլ սենց հլվոր հանգիստ եմ, բայց վստահ եմ, որ գնանք հասնենք այրոպորտ։ Ես կյանքիս մեջ առաջին անգամ եմ թռնելու։ Դրա համար մի քիչ սենց գնում ենք բացահայտելու Իտալին եւ вообще աշխարհի մի հատ ուրիշ տեղ, որը կա, բայց մենք չենք եղել։ Վաու։ Դե մենք խմենք մեր թեյերը ու ուղևորվենք օդանավակայան։ Մնացեք մեզ հետ, որովհետեւ հավես է լինելու։ Հուսանք։ Ես սրա համար եմ եկել։ Անում ենք այս բանջարեղենային չիպսի taste test։ Մեջը կա սխտորի, բազուկի, գազարի չիպսեր։ Հեսա փորձելու ենք։ Աղիա, բայց համա։ Իմը բազուկա։ Ես չսիրեցի դա։ Էսի պարզ չէ ինչա, որտեղ շատ աղիա։ Բայց բազուկը լավն էր, համը տենց գալիս էր, էլի։ Ես էլ ամ։ Կհանդիպենք ինքնաթիռում, կամ ինքնաթիռ նստելու ճանապարհին։ Մենք նստեցինք։ Ես պատոհանի կողքն եմ։ Այս պահին հենց որ վախենալու չի։ Ես մտածում եմ նստեմ արդեն սկսել եմ վախենալ, բայց չէ։ Ու հիշում եմ քերուս ասած խորհուրդը։ Բոլորը ասում են վախենալու չի, օքեյ է, մի հատ թռնելու պահն է, չգիտեմ ինչ սա խորհուրդներ են տալի։ Քերիս ասեց, եթե մի բան լինի, մեկը վարքյաններ է տևելու, էլ ոչ մի բան չես կարող անես։ Ոնց որ էդի ավելի օգնեց։ Վենետիկ հասնելու համար նախ մենք թռնում ենք Հռոմ, այնտեղ մի փոքր հաց ենք ուտում ու հանգստանում ենք եւ այնուհետեւ գնացքով նոր ուղևորվում ենք դեպի Վենետիկ, որը տանում է մեր օրվա ամբողջ ժամանակը։ Բայց ճանապարհները այնքան գեղեցիկ են, որ մենք ընդհանրապես այդ փաստից չենք նեղվում։ Վերջապես հասել ենք Վենետիկ։ Խոնավության հոտը սպանում է, ոնց որ ջուր շնչես, այդ տենց խոնավ է։ Մի հատ ցույց եմ տալի վյուն։ Չգիտեմ ձեր կարծիքով որ եվրոպական երկրից արժի սկսել ծանոթանալ Եվրոպային, բայց ինձ թվում է մենք չենք սխալվել։ Սեր։ Ոյ մենք հազիվ հասանք հյուրանոց այսօր ամբողջ օրը ծախսել ենք ճանապարհների վրա, գիշերվա 12-ն է, մենք դուռը բացեցինք, սկսեց Վենետիկում զանգերը խփել գիշերվա 12-ի, արժեր, այն որ վապարետոյով հլը գիշերային Վենետիկով ման եկանք, բայց դուք էլ կադրերից տեսնում եք, թե ինչքան սիրուն է, ու մեր վերցրած համարն էլ շատ սիրուն է, հիմա արագ իրար հետ ռում տուր կանենք, ու գնանք մենք հանգստանալու, որ վաղը ամբողջ օրը բացահայտելու ենք Վենետիկը։ Ռում տուրը սկսում ենք մեր հյուրասենյակից, ինքը այս չափերն ունի ու լրիվ վենետիկական ոճով է սարքած, այստեղ մեր խոհանոցն է, չգիտեմ, եթե սենց բաներ հետաքրքիր է, այստեղ Սերժն է և ննջասենյակը է գեղեցիկ լամպերով, լոգասենյակ համար 1, բայց այստեղ վաննա է, բիդե է, այստեղ Իտալիայում բիդե են օգտագործում, չգիտեմ, լվացք անելու տեղ է, սա երկրորդ բաղնիքն է, էլի ես եմ, զուգարան բիդե, ու արդեն այստեղ դուշ, այսքանն էլ մեր ռում տուրը, սպասեք վաղվան, Բարի լույս բոլորին, ես արդեն պատրաստվել եմ, գեղեցկացել եմ, բարամ ձեզ իմ լուքը ցույց տամ,
Հիմա պետքա դուրս գանք, տեսնենք մեր հարսանեկան կազմակերպիչին ու միանգամից նաև նախաճաշենք ու արդեն գնանք Վենետիկը գրավելու, նախաճաշը եւս ցույց կտամ, եթե ինչ-որ հետաքրքիր բան որոշենք ուտել, գնացինք։ Սրանք Կոստանդնուպոլից իսկականները չէ։ Սրանք Կոստանդնուպոլից այնvað որ Վենետիկը գազան կաշի։ Այդ երը չէ։ Հա, գողացել են։ Բայց այս իսկականը պատմես ներսում է։ Կարանք մտնենք, ու կարանք չանպայման մտնելու ենք նայենք։ Չնայած մենք մի փոքր հանդիպումից ուշանում էինք, բայց անհնար էր կողքերը չնայելը, չնկարելը, վիդեոներ չանելը, որովհետև ինքներդ էլ տեսնում եք, թե ինչքան գեղեցիկ, ինչքան գունավոր ու ինչքան տարբեր է ամեն ինչ, եւ բացի այդ, եւ ձեզ չէի կարող թողնել առանց գեղեցիկ վիդեոների, եւ ինձ համար սրանք հավերժ կմնան գեղեցիկ հուշեր։ Մենք նախաճաշեցինք մեր կազմակերպչի առաջարկած վայրում ու փորձեցինք տեղի ամենահայտնի սենդվիչները, դրանք պատրաստված են հատուկ հացով եւ թունայով, բացի այդ մենք ունեինք սուպերմարկետից որոշ բաներ գնելու կարիք եւ այդ ընթացքում ձեզ համար եւս նկարել եմ այնտեղի սուպերմարկետներից կադրեր։ Վենետիկը լիարժեք բացահայտելու համար միանշանակ պետք է քայլել, պետք է անջատել հեռախոսը ու մտնել այն նեղլիկ փողոցները, որոնք ինչքան էլ խուճուճ թվան, միևնույնն է քեզ վերջում հանելու են մի այնպիսի հրապարակ կամ այնպիսի ջրային կանալ, որը դու երբեք քարտեզով գտնել չէիր կարող։ Այստեղ Սան Մարկո հրապարակում ենք, որը հանդիսանում է իրենց գլխավոր հրապարակը, քանի որ արդեն ոչ մի տեղ չենք շտապում, մանրամասն ամեն ինչ դիտում ենք։ Իդեպ մենք ապրում էինք հենց Սան Մարկոյի հարևանությամբ։ Քաղաքում շատ են աղավնիներն ու ճայերը, որոնք ընդհանրապես մարդկանցից չեն վախենում եւ փորձում են, ինչպես տեսնում եք, մարդկանցից ուտելիք կորզել, անգամ քաղաքային իշխանությունները նրանց դեմ պայքարում են այսպիսի փշերով, որովհետեւ իրենք ամենտեղ չնստեն։ Հյուրանոցն է։ Սա Սերժն է։ Սա էլ մեր կանալներից մեկը։ Փորձարկում ենք ստերի ջելատոն, չէ, ես գրանով կուտեմ, պրոստը ձեռքս զբաղված է, որպեսզի տեսնենք հայկականից տարբերվում է, թե չէ։ Ալկոլի համ։ Հիմա չէ, Սերժինը իդեպ տիրամիսու է մեկը պիստակ։ Համով։ Իմն էլ է համով, բայց դա չի տարբեր։ Դեպքում չնայած չգիտեմ, բայց համով։
Որպես դասական տուրիստներ մենք մտնում ենք խանութներ փորձարկումներ անելու, այստեղից չնայած գնում ենք 2 սոուս տրյուֆելային, բայց ասեմ, որ խանութի աշխատողը ասաց, որ մեզ չի կարող վաճառել մաքուր տրյուֆելը, որովհետև մենք չենք հանդիսանում Եվրոպական միության անդամ երկրների քաղաքացիներ, եւ իրոք, երբ որ մենք թռնում էինք Վենետիկից Նեապոլ, մեր ճամպրուկի մեջ դա առանձին բացեցին, նայեցին, տեսան, որ սոուս է եւ նոր մեզ թողեցին անցնել։ Այստեղ փորձում ենք նաև տրյուֆելային աղ։ Լավ է անգամ։ Մեր մշտական ռուբրիկան Taste Test։ Ես ընկինը հիմա անում ենք։ Ես երբեք խմած չեմ։ Դու խմած ես։ Դու քաղցր բանայից սպասում ես։ Հա? Քաղցր բանայից։ Քաղցր է։ Գիտեմ։ Համ քաղցր է, համ դառն է, համ ալկոհոլային է, բայց այդ ալկոհոլայինը շատ չի, կարող ասենց կումերով պրեմ խմես։ Չէ՞։ Հա։ Լավն է, տենասում թե ինչքան ալկոհոլային է։ Շատ սիքրուս է։ Այսա կարանք նայ։ Լավ է։ Այո, այստեղ ամեն մեկը ուտում է իր պիցցան։ Այս ցերնես լավանից է ուտում։ Իմը պրոշուտոյով է, իսկ Սերժինը կվադրո ֆորմաջի է։ Շատ համով է։ Իրական ես հիմա շատ սոված եմ ու իմ համար ամեն ինչ երևի համով կլներ, բայց ինձ շատ սոուսոտ ինքը թաց ու խմորներ ինձ շատ բարակ, բայց շատ համով։ Չգիտեմ, հնարավոր եմ 10-ից 10։ Ինձ այն կայարանին ավելի բուր եկա։ Լուրջ, այդ միկրովալնովկով տաքացրածը։ Սիրելիներս, մենք վերադարձել ենք տուն, որպեսզի մի հատ հանգստանանք, մեր իրերը ինչ որ պետքա թողնենք, տանը թողնենք ու նորից գնանք պտտվելու։ Սա իմ երկրորդ լուքն է օրվա։ Հիշում եք այս շորեն այն վիդեոից, ու մենք պատմում ենք մեր տպավորությունները Վենետիկից։ Դե ամեն ինչ դուք ձեր աչքերով տեսել եք, բայց շատ սյուներ, այն որ իրոք նկարներով, վիդեոներով կեսի չափա զգացվում, թե ինչքան սիրուն է։ Երբ որ դու քայլում ես այդ շենքերի միջով, տեսնում ես այդ պատերը մոտիկից, այդ հոտը ջրի։ Հոտը ջրի չէ, կանալիզացիայի չէ։ Կոյուղա ջրերի հոտը։ Հա, մի խոսքով իրականում լրիվ ուրիշ է, բայց վատ չի ավելի։ Սկզբից ծանր էր, որ եկան օդը շատ խոնավ է։ Հա, սկզբում օդը շատ խոնավ էր, մենք սենց ոնց որ թաց լիներ օդը, սենց ոնց որ քեզ կապներ այդ օդ։ Հա, բայց ոնց որ թե արդեն սովորեցինք, այդ ստեղի համար նորմալ բան է, սենց բռնի, այս է։ Հա, քարտեզները օքեյ են, իրանք նորմալ օգնում են, բայց այնքան փողոցները խուճուճ է, այսինքն եթե դու մի տեղից մյուս տեղը պետք ասես, պետք է այս այս։ Բայց հավես է, էդի լավ է, զբոսնում ես էլի։ Ամեն ինչ շատ լավ է, մարդիկ շատ դրական են, ուտելիքը շատ համով է։ Ես սկզբում որ նոր էինք եկել ճամպրուկներս ձեռքս մի քիչ անհանգիստ էի բանի համար։ Ինչ որ այդ գողացողների համար բան, բայց հիմա ոնց որ հանգիստ եմ, արդեն ցերեկը հանգիստ եմ, չնայած ցերեկը ասում են ավելի շատ են իրենք, բայց սենց ապահով եմ զգում, չգիտեմ, արդեն ոնց որ ես լոկալ եմ, ինձ ապահով եմ զգում։ Որպես բնիկ վենետիկցի, հա, ինձ չեն գողան։ Եվ պատրաստում ենք նաև այսօր ուտել պաստա։ Ես չեմ սիրում լազանյա, բայց այսօր ուտելու եմ։ Հույս ունենալով, որ ստեղինը համով է։ Всё, մենք գնացինք երեկոյան զբոսանքի եւ Ռիալտոյի մոտ ես չեմ։ Արդեն 3 անգամ Ռիալտոյի վրա եղել ենք, բայց ես չեմ նկարվել Ռիալտոյի մոտ։ Այո, 3, այսօր էլ 2 անգամ։ Եվ Սերժը պետք է տեսնի իմ մրահուն աղջիկ Ռիալտոյի կամրջին։
սենց վիդեոն ու օրը ամփոփենք, մենք արդեն տանն ենք, բայց դեռ մեր համար օրը չի ավարտվել, պետքա դեռ իմ շորը հարթուկենք, Սերժի կոստյումը հարթուկենք, տները հավաքենք, որտեղ վաղը մեյքափ արտիստը գալու է ու ինձ մեյքափ անի ու մազերս սարքի, մի հատ էլ թեյ խմենք ու քնենք, որտեղ վաղը մեյքափ արտիստը գալու է ժամը 5-ին, առավոտվա 5-ին, այսինքն ավելի շուտ պետք է ես արթնանամ, նո Սերժն էլ ավելի շուտ պետք է արթնանա, դրա համար պետք է մի քիչ քնենք, վերականգնվենք, ինչքան որ կհասցնենք, չգիտեմ ոնց ամփոփեմ վիդեոն առհասարակ ու Վենետիկը, առանձին հարսանիքի մասին վիդեո մենք կունենանք, հարսանիքի մասին էլ, Ամալֆիի մասին էլ, որտեղ գնում ենք հարսանիքից հետո, բայց Վենետիկը մի հատ ուրիշ բան էր, անկեղծ ես մինչև ես շատ էի նայել Վենետիկի հետ կապված վիդեոներ, ոնց որ այնքան, որ արդեն ես իրան քարտեզով էլ բանով էլ մինչև ստեղ գալը արդեն գիտեի, ու որ ստեղ էինք, ես ոնց որ նայում էի այդ սիրուն տեսարաններին ու չէի գիտակցում, որ դա իսկական եմ տենում, ոնց որ ինձ թվար թե վիդեո է, ես պատերին ձեռք էի տալի, որ հասկանամ, որ դա իսկական է, եւ մինչև հիմա էլ ես չեմ գիտակցում, որ ես որտեղ եմ, որ ասենք նստած Վենետիկում, Grand Canal-ի ափին, պաստա է ուտում, տեսակ այդ գիտակցումը հələ չի եկել, ուզեի, որ այդ պահին գիտակցեի, այդ պահին էդի զգայի, բայց չեմ զգում, բայց ես սենց ամբողջովին ինձ բան եմ արել, որ ամեն ինչ հիշեմ, պատկերացնեմ, զգամ, որ հետո այդ գիտակցումը գա, դրանք սաղ զգացած լինեն, ոյ, բայց Վենետիկը իրոք վերադառնալու քաղաք է, ես ոչ մի վատ բան չեմ զգացել ստեղի հետ կապված, որպես բացասական կողմ նկատեմ, նշեմ, որպես առաջին քաղաք եվրոպական Վենետիկի իդեալական էր, ու որպես քաղաք, որտեղ մենք որոշել ենք մեր ամուսնական կյանքը սկսել, մեր պսակադրությունը անել, իդեալական, вообще իդեալական ընտրություն, ես շատ երջանիկ եմ, մոծակը գծելա,